Փաստաբաններն ահազանգում են իրենց գործընկերների իրավունքների ոտնահարման մասին, փաստաբաններ են կալանավորվում ժողովրդավարության բաստիոնում։ Գործ ունենք այս իրավական տերորի հետ վառից բուն իմաստով։ +20 քաղբանտարկյալ մեկ օրում գյումրեցիների դեմ կարմիր բերետավորների օպերացիայից հետո 4 տասնյակ մարդ անազատության մեջ են։ Քնչականից թողել են դուրս, մարդը դուրս է եկել, բռնետ տարել են մեղադրանք են առաջադրել։ ԿՊԱ-կան Կարեն Սարուխանյանի, Վարդան Ղուկասյանին աջակցող զոքանչը նույնպես ձերբակալվել է։ Տեխնիկաներն էլ են տեղափոխվել հատուկ հսման տարածք։ Փաստաբանները բողոքարկում են բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 1 ամսով երկարաձգելու որոշումը, որն այսօր են ստացել։ Սա նաև հակամարդասիրական է։ Օրվա հիմնական նորությունները Կամփոփի Հայլուրը, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես գյումրեցիների դեմ կարմիր բերետավորների օպերացիայից 4 օր անց երկրորդ քաղաքում կիսադատարկ է համայնքապետարանը։ Քաղաքապետարանի ավելի քան 3 տասնյակ աշխատակից անազատության մեջ է, նրանց թվում է նաև ԿՊԱ-կան պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։ Թե ինչպես է ԿՊԱ-կանի ընտանիքի անդամը հայտնվել Վարդան Ղուկասյանի աջակիցների հետ նույն շարքում, Լիլիթ Գասպարյանն է պատմում։ Գյումրիի համայնքապետարանը կիսադատարկ է։ Շատ սենյակների դռներ կողպված են, ավելի քան 3 տասնյակ աշխատակից կամ ձերբակալված է կամ կալանավորված։ Այս թիվը հստակ չէ, քանի որ ամեն պահի նոր աշխատակիցներ են ձերբակալվում։ Քննչական կոմիտեն է նույնիսկ դժվարանում ձերբակալվածների ու կալանավորվածների վերջնական թիվ ասել։ Ըստ մամուլի խոսնակի, գործողություններն ընթացքի մեջ են, քրեական հետապնդումներն ավելանում են, ձերբակալվածների թիվը փոխվում է։ Ունենք նմանատիպ աշխատակիցներ, որոնք որ հրավիրվել են, որոնք որ պերման են ենթարկվել, իսկ այս պահին թվականակի վերաբերյալ որևէ բան չեմ կարող հայտնել։ Հոկտեմբերի 20-ի գործով 3 Գյումրիի համայնքապետարանի կրթության բաժնում աշխատող 3 կնոջ են ձերբակալել, որոնք ըստ քննչական կոմիտեի մյուս աշխատակիցներին սպառնացել են ազատել աշխատանքից, եթե նրանք չհրահանգեն մանկապարտեզների տնօրեններին անձնակազմի հետ գնալ Վարդան Ղուկասյանին աջակցելու։ Նոր ձերբակալությունների մասին համայնքապետարանի աշխատակիցները կաշկանդվում են տեսախցիկների առաջ խոսել։ Գուցե մի բառ ասեն, իրենց էլ տանեն, բայց պատմում են, որ ձերբակալված կանանցից մեկի ինքնազգացողությունը քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ձերբակալված կանանցից մեկը ԿՊԱ-կան պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Սարուխանյանը չի ուզում հավատալ, որ զոքանչին Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար են ձերբակալել։ Նա մամուլին ասել է, թե կնոջ մայրը երևի հրաման է կատարել։ Մանրամասներին չի տիրապետում, բայց վստահում է իրավապահ համակարգին։ Իրավապահները դեռ չեն վերադարձրել տեխնիկան, որը հոկտեմբերի 20-ին բռնի ուժով առգրավել էին համայնքապետարանից։ Տեխնիկաներն էլ են տեղափոխվել հատուկ հսման տարածք ու հետ վերադարձի մասին այս պահին չկա որևէ բան։ Հայլուրի տեսախցիկը ֆիքսել էր, ինչպես էին իրավապահները իջեցրել տրակտորների վարորդներին, բերման ենթարկել նրանց ու առգրավել տեխնիկան։ Հայտնի չէ, թե քանի աշխատող է այս պահին մնացել Գյումրիի համայնքապետարանում, բայց ովքեր դեռ մնացել են, հիմա ձերբակալված գործընկերների փոխարենել են աշխատում, որ գյումրեցիները չզգան համայնքապետարանում տիրող ճնշված մթնոլորտը։ Լիլիթ Գասպարյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Մեկ օրում 20 քաղբանտարկյալ արագությամբ է ընթանում հայկական ժողովրդավարությունը։ Գյումրիում քաղաքապետի ձերբակալության ֆոնին նրա աջակիցներին բերման ենթարկելու օպերացիան մտահոգիչ են անվանում իրավապաշտպանները։ Իդեպ, ինչպես գիտեք, իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը չի հասցրել ոստիկանների ամբողջ գործողությունները տեսնել, քանի որ նրան նույնպես ձերբակալել են։ Հայաստան խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանական ամբիոնից ընթերցել են նոր քաղբանտարկյալների անունները, 40 անուն է հնչեցրել Գեղամ Մանուկյանը։ Առավոտ շուտ էլի սրտիկել է վարչապետը։ Ում։ Այն քննիչներին, որոնք ընդամենը մեկ օրում տասնյակներով են ավելացրել գյումրեցի ձերբակալվածներին։ Եթե ես 3 ելույթ ունենայի, ապա պետք է ասեի, որ Հայաստանի Հանրապետությունում կա 20-ից ավելի քաղբանտարկյալ։ Այսօր ցավով պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա 40-ից ավել քաղբանտարկյալ։ Հայաստանի երկրորդ քաղաքում շարունակում են բանտել այն քաղաքացիներին, որոնք բողոքի ակցիա էին դուրս եկել ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալելու ֆոնին։ Այսպես ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին
Զանգեն տեղյակ պահեն, որ իր հարազատ նուրը, որտեղ մարդիկ 2-3 օր լուր չունեն իրենց հարազատներից։ Արդեն 3 օր է Գեղամ Մանուկյանը ձերբակալվածների պահման վայրից վայր է գնում, ցուցակագրում հարազատների համար, այսպես ասած, անհետ կորածներին։ Ըստ падգամավորի, նրանց մեջ նաև կանայք կան։ Վերանում եմ Վարդան Ղուկասյանից, նույնիսկ վերանում եմ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռներից։ Ես խոսում եմ պարզ այն մարդկանց մասին, որ բերման են ենթարկվել բանվորական հագուստով։ Ակցիա անող քաղաքացուն ահաբեկչի նման են վերաբերվում։ Մարդուն 3 օր երեք պահել են, բերել են, ժամը լրացած է եղել։ Քնչականից թողել են դուրս։ Մարդը դուրս է եկել, բռնել տարել են մեղադրանք են առաջադրել։ Հոգեբանորեն ճզմում են, վախեցնում, շարունակում է падգամավորը։ Քնչականում արդեն 1 տարի է, սկզբունք է արգելք դնել բոլոր տեսակցությունների վրա։ Ժելեզնի արգելք են դնում։ Որ падգամավորներն էլ չկարողանան տեսակցել բանտված քաղաքացուն ու նա իրեն մենակ ու մերժված զգա։ Ճիշտ է, մենք ենք, ես որքանով հիշում եմ օրենքը բերել, որ օրինակ քննիչը կարա падգամավորին արգելի, որ մտնի, ես կարծում եմ այդտեղ քննարկելու բան կա։ Բերեք քննարկենք։ Ու մինչ ազգային ժողովի նախագահը խոստանում է քննարկել ձերբակալվածների տեսակցությունների մասին հարցը, իրավապահները գործում են ըստ ԱԺ փոխնախագահի 2 օր առաջ հրապարակած սև ցուցակի։ Ռուբինյանը հեռախոսի մեջ է պահում ընդդիմադիր համայնքապետերի ցանկը։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի Առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը։ Ռուբեն Ռուբինյանի մոտ տպավորությունն է, որ դուք չհետապնդվողների ցանկը չեք կարդացել, հաջորդականությունն եք կարդացել ու եք կալանավորելու։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց, նա հասարակական կարգ խախտելու, բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու մեղադրանքով 6 տարի 3 ամսով ազատազրկման դատապարտվեց։ Ռուբինյանի սև ցուցակը կարդալուց 1 օր հետո Համբարձումյանն անգամ հնարավորություն չունեցավ ներկա լինել իր գործով դատավճռի հրապարակմանը։ Ու այո, պետք է այդ մարդիկ գնան փտեն բանտերում։ ՔՊ-ն ուզում է, որ իրենց խոսքով իշխանությունը զավթելու հրապարակային կոչ արած Միքայել arczepiskopos Աճապահյանը բանտում մնա ոչ թե 2, այլ 2.5 տարի։ Գլխավոր դատախազության նոր միջնորդությունը բանտարկությունն ավելացնելու մասին է։ Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկելու կադրերը տեսել եք։ Ինչ էր արել այդ մարդը, տերորիստական ակտեր այդ պահին իրականացնում, որ բազմաթիվ ոստիկաններով փողոցի մեջտեղը փռեցին գետնին։ Ինչ էր անելու այդ ընթացքում, գրառումներ շարունակելու։ Այդքան սինխրոն Ադրբեջանի հետ իրավապաշտպաններին կալանավորում են բռնապետական այդ երկրում, հիշեցնում են դիմադիր падգամավորը։ Ռուբեն Մխիթարյանին դրա համար կալանավորեցիք, այդ մարդը ձեռքերը պարզած հավաքի ընթացքում ասում էր հանդարտվեք։ Փաշինյանական Հայաստանում անգամ բանտված ընդդիմադիր падգամավոր կա, Արթուր Սարգսյանը, շարունակում են ընդդիմադիրները։ Ոնց է լինում ժողովրդավարական երկրում բոլորին գաղտնալսում են։ Միայն չգիտեմ, մեր երեխեքին էլ եք արդեն գաղտնալսում, թե չէ, մենակ այդտեղ մի փոքր կասկածում եմ։ Ընդդիմացողներին համ գաղտնալսում են, համ էլ ձայնագրությունները մոնտաժով կեղծում, տարբեր լեզուներով տարածում։ Մեզ ծափ չես տա, խայտարակ կլինես։ Հովիկ Աղազարյանը վկա, շարունակում է Աննա Գրիգորյանը։ Մի սուրբ մարդ։ Հենց դուրս եկա, որովհետև չկատարեց Նիկոլ Փաշինյանի հրամանը, քրեական գործերը շալակած նստած է։ Չի կարող լեգիտիմ կառավարիչը, որը որ ուժը ամեն ինչը իր ձեռն է, ամեն ինչի նկատմամբ, ամեն ինչի համար բիրտուշ կիրառել։ Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում ժողովրդավարությունը կոխրճելու մի նոր օրինակ ունի Գառնիկ Դանիելյանը։ Ապիկարությունը հասել է այն մասշտաբի, որ ինձ արգելել են մտնել զորամաս իմ ընկերների հիշատակի ծաղիկներ խոնարհելու, ասելով, որ այս մարդը եթե ձեզ հետ է, մենք չենք կարա ձեզ թույլ տանք։ Ամոթ է։ Եվ ուրեմն, ինչպես հավատալ Փաշինյանական սրտիկների անկեղծությանը։ Սրտիկներ, որ արդեն կրկնօրինակում են նաև թիմակիցները։ Սրտիկ, շնորհակալ եմ։ Ձեր մի քիչ սափրված լինելը, սրտիկ անելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։
Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Այսօր Ղուկասյանի փաստաբանը Հայլուրի թղթակցին հայտնել, որ ստացել են հակակոռուպցիոն դատարանի որոշում, ըստ որի 2 ամիս կալանավորված պետք է մնա Վարդան Ղուկասյանը։ Փաստաբանները անհիմն են համարում դատարանի այդ որոշումը։ Ինչպես հիշում եք, Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք պահանջելու համար։ Մեղադրող կողմը այդ մեղադրանքը փորձել է հիմնավորել հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության սղագրությամբ, բայց դատարանում որևէ ձայնագրություն չի ներկայացրել։ Սամվել Կարապետյանի փաստաբաններն այսօր ստացել են բարերարի կալանքը 1 ամսով երկարաձգելու որոշումը եւ պատրաստվում են բողոքարկել այն։ Կարապետյանի պաշտպանական թիմին է միացել նաեւ ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը։ Վերաքննիչ բողոք են ներկայացնելու Սամվել Կարապետյանի պաշտպանները նրա կալանքը 1 ամսով երկարաձգելու դեմ։ Անցած շաբաթ ավելի քան 20 ժամ հակակոռուպցիոն կոմիտեն քննել էր մեղադրող կողմի միջնորդությունը կալանքը երկարաձգելու որոշում կայացրել։ Լավ, ինչի համար պետք է կալանքը երկարաձգվեր։ Այդպես էլ այդ հարցի պատասխանը չտրվեց, թեև մենք նույնիսկ ուղիղ նման հարցադրումներ էլ տալիս էինք գործընկերներից հետ միասին։ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու եւ տնտեսական բնույթի հանցանքների փողերի լվացման համար։ Սակայն վերջին 2 մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել ու 30 օրով կալանքը երկարաձգվել է հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու ունենալու եմ անմիջական մասնակցություն հայտնի հարցազրույցում արած հայտարարության համար։ Հենց միայն այդ մեղադրանքի համար է, այդ մեկ նախադասության համար է, որտեղ Սամվել Կարապետյանը պարզապես ասել էր, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Այդ նախադասության համար է, որ 120 օրից ավելի է ինչ կալանավորված է։ Եվ դատարանը գտավ, որ հենց այդ մեղադրանքով պետք է ոչ թե 2, բայց 1 ամսով երկարաձգի կալանքը։ Վարդևանյանի խոսքով դատարանը Կարապետյանի կալանքը երկարաձգել է իբր հաշվի առնելով ռիսկը, թե բարերարը ազատության մեջ լինելով հնարավոր է թաքնվի, օրինակ Հայաստանում ինչ-որ մի երկրի դեսպանատանը։ Այստեղ դատարանը արձանագրել է, որ փաստաբանը աբսուրդ է համարում դատարանի այս դիրքորոշումը, նկատում հունիսի 17-ին, երբ վարչապետի բացահայտությունով իրավապահները գրոհել էին Կարապետյանի տունը, նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար Սամվել Կարապետյանը ինքնակամ ներկայացավ քննչական մարմին։ Եվ դա իրավաբանորեն արձանագրված է։ Հիմա հարց. Եթե անձը ունենում է ցանկություն թաքնվելու, ո՞րն է ավելի լավ պահը, քան երբ դու գիտես, որ քո նկատմամբ ապօրինի հետապնդում է սկսվելու, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը Facebook-ի միջոցով դա արդեն ազդարարել է։ Վարդևանյանը վստահ է, բարձր ատյանում փոշիանալու է հակակոռուպցիոն դատարանի առաջ քաշած վարկածը, թե ազատության մեջ Կարապետյանը կարող է թաքնվել։ Այդ թաքնվելու ռիսկի վերաբերյալ, որը ներկայացվել է դատական ակտում, այնպիսի հակափաստարկներ են առկա, որ դրանք պարզապես զրոյանալու են։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Քաղաքական հետապնդման դասական օրինակ է այս գործն, ասում է փաստաբանը։ Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք կալանքի, այսպես ասած, տոտալ կիրառման դեպքերով, սա նաև հակամարդասիրական է։ Հակամարդասիրական է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող առանց որևէ ապացույցի այս գործի շրջանակներում Սամվել Կարապետյանին 120 օրից ավելի կալանքի տակ պահել է։ Կարապետյանի պաշտպանական խմբի օտարերկրյա ներկայացուցիչները զարմացած են, որ հարուցված քրեական գործով շուրջ 5 ամիս է կալանավորված է բարերարը, ասում է Վարդևանյանը։ Նրանք շուտով հայտարարություն են անելու։ Աշխարհահռչակ իսկապես փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը եւս ներգրավված է փաստաբանական թիմում եւ իր մասնակցությունը ունենում է եւ կարծում եմ այն հրապարակային հայտարարությունները եւ գնահատականները, որոնք ներկայացվելու են առաջիկայում, չափազանց կարեւոր են լինելու։ Սամվել Կարապետյանի գործով 52 քննիչ է ներգրավված ու 5 ամիս է չեն կարողանում ավարտել նախաքննությունը։ Դատարանից պահանջում են կալանքը երկարաձգել։ Էդգար Ղուշչյան, Նորայ Շարբաթյան, Հայլուր։ 6 տարի 3 ամսով ազատազրկման դատապարտված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ դատարանի այդ որոշումը քաղաքական է։ Համբարձումյանը հայտնել է, որ այս պահին արտերկրում է եւ պատրաստվում է 3 շաբթի վերադառնալ Հայաստան։ Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ, շուտով կլինեմ Հայաստանում եւ բոլորս միասին կպայքարենք իմ, սրբազան հայրերի, այլ քաղբանտարկյալների եւ մեր ամբողջ երկրի ազատության համար, Աստծով, գրել է համայնքապետը։ Ինչպես հայտնել էինք, 5 շաբթի Երևանի քրեական դատարանն ազատազրկման է դատապարտել Համբարձումյանին։ Ըստ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքի նա 2018 թվականի ապրիլի 22-ին իշխանափոխության երթի մասնակիցների նկատմամբ զենք է գործադրել, ոչնչացրել նրանց գույքը։
Փաստաբաններն ահազանգում են իրենց գործընկերների իրավունքների ոտնահարման մասին։ Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևի, Ռուբեն Մխիթարյանի կալանավորումները իրավական տեռոր են անվանում Փաստաբանների պալատում։ Նրանք պատրաստվում են նամակներ ուղարկել միջազգային կազմակերպություններ, որ այնտեղ էլ տեղյակ լինեն, ինչպես են փաստաբաններ կալանավորվում ժողովրդավարության բաստիոնում։ Իրավական տեռոր է իրականացվում փաստաբանական համայնքի նկատմամբ, հայտարարում են փաստաբանների պալատի անդամները, որոնք ասուլիս են հրավիրել փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևի ու Ռուբեն Մխիթարյանի 2 ամսով կալանավորման մասին խոսելու։ Փաստաբանների պալատը, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով նախաքննությունը 3 է ավարտվել։ Նա մեղադրվում է դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Կոչուբաևը Facebook-յան գրառմամբ կոշտ քննադատել էր Մկրտիչ Սրբազանի կալանավորման գործի մասնակիցներին։ Պարոն Կոչուբաևի հրապարակման մեջ նշված բնորոշումները կարելի է տարբեր կերպ անվանել՝ վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայրախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք ինչ է, դա ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումն է։ Եվ եթե Կոչուբաևը գրառմամբ վիրավորել է դատական համակարգի անդամներին, ինչու է խուզարկություն իրականացվել նրա գրասենյակում, հարգրավել նրա համակարգիչը, որտեղ նրա վստահորդների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան։ Փաստաբանի կրիչներն ու համակարգիչը հարգրավել արգելում է միջազգային պրակտիկան։ Եթե մարդը խոսքով վիրավորել է, դուք խուզարկում եք, որ ինչ գտնեիք։ Սովորական տեսարան չէր նաև Կոչուբաևի ձերբակալությունը, նրա մեքենայից հանել ու գետնին տապալելուց հետո են ոստիկանական մեքենան նստեցրել։ Ձերբակալման գործընթացը մեղմ ասած տպավորություն էր հաշվի արդարի, որը որ եւս ընդունելի չէր։ Փաստաբանները չեն արդարացնում Կոչուբաևի գրառումը։ Անձնական կարծիքս կասեմ, բնականաբար ողջունելի չի եւ տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին։ Բայց չեն կարող իրավաչափ համարել իրավապահների գործողությունները։ Եթե մեկը կարմիր լույսի տակով վարել է, դրա համար այդ մարդուն մահապատիժ չեն տալիս։ Ամեն խախտում ունի իր բնականաբար իրավական հետևանքը։ Իսկ Ռուբեն Մխիթարյանն առհասարակ խախտում չի արել, ավելինս նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի իրավապահներն են խախտել փաստաբանի գործունեությունը Գյումրիում Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը։ Մխիթարյանը Գյումրու քաղաքապետարան էր գնացել Ղուկասյանի ու աշխատակիցների շահերը պաշտպանելու համար, ոչ թե որպես ցուցարար։ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած, ոստիկանների եւ ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը։ Նրան հենց այդ պահին են արգելանքի վերցնում։ Ու մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգություններին մասնակցելու ու արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով։ Այն դեպքում, որ ինքը Մխիթարյանն էլ է հաղորդում ներկայացրել, որ իրականում իր մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել։ Իրավապահները պարտավոր էին նաև կալանավորված փաստաբանի հաղորդումը ուսումնասիրել։ Սահմանափակվել է հենց այդ պահին Ռուբեն Մխիթարյանի որպես փաստաբանի կողմից իրականացվող մասնագիտական գործունեություն։ Որպես փաստաբանների համայնքի դեմ քաղաքական արշավին հակազդող քայլ, ինչու փաստաբանները գործադուլ չեն անում, հատկապես որ Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունից հետո այդպիսի նախաձեռնություն կար։ Այս քաղաքական գործընթացներին տեղի ունեցող իրավական օգնությունը ով է տրամադրելու, եթե փաստաբանները գնան այսօր գործադուլ են։ Փաստաբանների պալատն առայժմ նամակներ է պատրաստել միջազգային կառույցներին ուղարկելու համար։ Խոստանում են հետևողական լինել իրենց գործընկերների խախտված իրավունքները վերականգնելու գործում։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Հոգեկործան նախաձեռնությունը անվանում Մայրաթոռը կարգալույց քահանայի մտադրությունը Կիրակի պատարակ մատուցել Հովաննավանքում։ Նախկին եկեղեցականի քայլերով պղծվում է սրբավայրը, հայտարարում է Մայրաթոռը։ Մայրաթոռի պահանջն անտեսող Ստեփան Ասատրյանը մկրտության եւ պսակի արարողություններ է արել Հովաննավանքում։ Իրավապահները հսկում են նրա եւ աջակիցների անվտանգությունը վանական համալիրի բակում։ Մի շաբաթ առևտուր չեմ արել, հապառակ բերին փողերը կտա։ Պատարականունով քաղաքական կեղտոտ ծես որակվող Կիրակնորիա հավաքին չմասնակցելու կոչ է անում Հայաստան խմբակցությունը։ Չմոլորեցնեք, տանեք մեղ գործելու
իբր պայմանական պատարագի մասնակից։ Մեծանում է կաթողիկոսի ձերբակալության վտանգը, երկրորդ անգամ հարցաքննվել է Տեր Նաթանը, վեհապարի ձերբակալության ռիսկը բացարձակ չի կաշկանդում հավատացյալներին։ Կաթողիկոսին կտանեն ենթադրենք բանտը կլինի վեհարան։ Հովաննավանքի շուրջ չթուլացող լարվածության ֆոնին հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձել Հովաննավանքի նախկին հոգևոր հովիվ Արամ Քահանայի կարգալուծությանը։ Ըստ Գերագույն հոգևոր խորհրդի Ստեփան Ասատրյանը իրազեկված է, որ այսուհետև Հովաննավանքում ծեսերն իրականացնելու են քահանաները։ Ստեփան Ասատրյանին հորդորել են ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց։ Դա ըստ Գերագույն հոգևոր խորհրդի ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև քրեորեն պատժելի արարք։ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է վարչապետի աջակցությամբ Հովաննավանքում պատարագի անվան տակ միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով, կարդում ենք հայտարարությունում։ Խորհուրդը հիշեցնում է, որ եկեղեցիներում ու վանքերում կրոնական ծեսեր կատարելու եւ պատարակներ մատուցելու իրավունքը պատկանում է Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցուն։ Նախկին եկեղեցականի քայլերով խոչընդոտվում է Հովաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, բացվում է սրբավայրը հակականոնական գործողություններին մերձակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց գրել է Գերագույն հոգևոր խորհուրդը եւ իրավապահներին հորդորել կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովաննավանքի քահանաների բնականոն ծառայությունը։ Մայրաթորի պահանջն անտեսող Ստեփան Ասատրյանը մկրտության արարողություն է արել Հովաննավանքում։ Մկրտվողները պահանջել են, որ կարգալույծ արվածը անի կնունքի արարողությունը, անգամ երբ Հովաննավանքի քահանա Տեր Սարգիսը զգուշացրել է, դա անեծք է մկրտվողի համար։ Իդեպ Տեր Սարգիսը, որ պետք է Կիրակի Սուրբ Եվանմա պատարագ մատուցեր այդ եկեղեցում, Կիրակի պատարագի ժամին հարցաքննության է կանչվել քննչական կոմիտե։ Մանրամասները Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայրաթորի որոշումը այսօր մկրտության ծես է մատուցել Հովաննավանքում։ Սուրբ կնունքի արարողության մասնակիցները հենց նրան են պահանջել, երբ քահանա Տեր Սարգիսը բացատրել է, որ կարգալույծ եղած եկեղեցականը ծես մատուցելու իրավունք չունի։ Եվ ես տեղեկացրեցի, բացատրեցի իրենց, բայց ես չեմ կարող ստիպել իրենց։ Իրենք ընտրեցին, թե ով կատարի եւ ամբողջ պատասխանատվությունը արդեն մնում է իրենց վրա։ Իդեպ 2 օր է Հովաննավանքում է Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ աջակից Գնել Սարգսյանը։ Կադրերում երևում է, որ Սարգսյանը նախկին քահանայի հետ քահանաների սենյակ ազատ ներս ու դուրս է անում, մասնակցում Ստեփան Ասատրյանի մատուցած մկրտության արարողությանը։ Դա մկրտություն անվանել չի կարելի, ասում է Հովաննավանքի քահանա Տեր Սարգիսը, կարգը խախտողներին անեծք է հասնում։ Այն անձը, ով որ համարվում է կարգալույծ, բայց կատարում է արարողակարգ, անեծք է վերցնում իր վրա եւ նրանք, ովքեր որ կամավոր համաձայնությամբ համաձայնվում են մասնակից դառնալ այդ կարգին, դառնում են նույն անեծքի մաս ու բաժին։ Ոստիկանությունը այսօր ժամը 16-ին պետք է ներկայանար Հովաննավանք եւ կանխեր կարգալույծ եղած քահանայի գործողությունները վանքում, ասում է եկեղեցու շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը, բայց տարածքում գտնվող ոստիկանները հրաժարվել են գործողություններ կատարել, պատճառաբանելով ոստիկանությունից դիմում չեն ստացել։ Արձանագրեցինք, որ ոստիկանները ներխուժման կանխման գործառույթը չիրականացներին, իրենց պարտականություն չկատարեցին։ Ինչու են ոստիկանական համազգեստով տղամարդիկ Տեր Արամի կարգալույծ հայտարարվելուց հետո եկեղեցու բակում ներկա ստանում, եթե չեն կարողանում կանխել լարվածությունը, երբ եկեղեցու շուրջ անդադար հայհոյանքներ են տեղում արդեն նախկին քահանա Ասատրյանի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ։ Իրավապահները չեն միջամտում անգամ, երբ հարձակման թիրախում լրագրողներ են հայտնվում։ Սեռական հայհոյանքներ են հնչում լրագրողների հասցեին, քաշքշում են խոսափողներ, փորձում հրել։ Ում են պաշտպանում իրավապահները, ամեն դեպքում հանգիստ է նախկին եկեղեցականը։ Իր թիկունքին նաև այս համայնքն է, կանայք, որ եկեղեցու դիմաց չրեր ու մրգեր են վաճառում, նաև կատաղի հարձակվում լրագրող տեսնելիս։ Դուք եք ասում մեր գյուղացիք լարված են։ Եթե դուք չգայիք, ձեր ներկայությունը մեր գյուղացիքին լարվածություն ստեղծեց,
չեն հերքում։ Իրականում մի քիչ էլ լարվում են, երբ հիշում են, որ իրենց տեր հայրն էլ դարձավ նախկին։ Չեն ընդունում մայրաթորի թուղթը, Տեր Արամը կա ու կլինի Օհանավանի քահանան։ Մեծատառով Տեր հայրին իրավունք չունեն, եկեղեցուց դուրս անեն մեկ, օրենքով տրված է, օծված Տեր հայրին իրավունք չունեն կարգալուց անելու։ Օհանավանը մերն է, գյուղը մերն է, մեր եկեղեցին է, բոլոր ժողովրդին է, Տեր Արամը պետք է մնա մեզ մոտ որպես Տեր հայր։ Պահենք մեր գլխի վիրևում։ Կիրակի մասնակցելու եք պատարագ։ Ամենաառաջինը ես եմ մտնում եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն էլ է ներկա լինելու տեղ։ Ավելի խառաշո։ Միջնորդելու են Նիկոլ Փաշինյանին տեր կանգնել Տեր Արամին, որովհետև ինչպես իրենք են ասում, երիտասարդը շատ բան է արել գյուղի համար։ Կասեմ, որ պետք է մեր Տեր Արամը մնա ու մինչև վերջ պետք է մնա մեր Օհանավան գյուղում։ Դառնա մեր համագյուղացին։ Տեր Արամը եկավ, Պապիրոսի սորուկները, որ մեր Տեր հայրը կկզվեր Պապիրոսի սորուկները հավաքեր։ Ոչ մեկը ով տժիկը կմիացներ, քաղկաներ, կաշկով տաներ թափեր, ոչ մեկը, բայց ինքը արելա, ոնց որ ինձ իմ տնից կան դուրս անեն։ Իսկ հիմա ուզում են, որ այս աղմուկը շուտ ավարտվի, բայց ոչ թե եկեղեցին խաղաղ տեսնելու, այլ իրենց առևտրին վերադառնալու համար, թե չէ մարդկանց ուշադրությունը աղմուկն է, չրերին նայող չկա։ Մի շաբաթ առևտուր չեմ արել, հապարակ բերին փողերը կտա, որ սենց լրիվ խանգարել ու քանդե ավիրելա։ Նախկին քահանայի պաշտպանները պնդում են, իրենց եկեղեցի այցելելն էլ առևտրի հետ է կապված, աղոթում են այն օրերին, երբ ապրանքը լավ չի վաճառվում։ Պատարակներին մասնակցել եք իր։ Որ առևտուրը ուժեղայել է, ժամանակ չեմ ունեցել, չեմ գնացել, որ օրը ուժեղ չելեցել, մասնակցել եմ։ Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մկրտությունից հետո Ստեփանը նաև պսակի արարողություն է արել Հովաննավանքում։ Ըստ Նյուզեյեմի պսակադրվող փեսան ԿՊԱ-կան պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եղբայրն է։ Իդեպ Ստեփան Ասատրյանի հայոյախոս աջակիցների շարքերում ոստիկանների է բացահայտել պոլիտիկ ԵՄ-ի խմբագիր Բորիս Մուրազին։ Ըստ նրա հրապարակումների ոստիկանության արագածոտնի բաժնի ծառայողները քաղաքացիական հագուստով մասնակցել են նախկին քահանայի գլխավորած ակցիային Հովաննավանքում, երբ արագածոտնի թեմի հոգևորականներն այդ եկեղեցի էին գնացել Մայրաթորի դիվանատան ծանոթագիրը նախկին քահանային փոխանցելու։ Ինչպես պատմել ենք, Ստեփան Ասատրյանի աջակիցները քաշքշել, հրել էին հոգևորականներին, փակել էին եկեղեցու դռներն օծյալ քահանաների առաջ, հայոյել էին կարգալուց եղած Ստեփանի գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողները նկատել են, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերել։ Խորհրդարանի նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե ինքը չի տեսել նման կադրեր։ Ես անկեղծ չեմ տեսել, բայց կրկնում եմ, լրագրողի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն անարգալից վերաբերվում մենք հոդվածել ունենք դրա հետ կապված քրեական գործ լիներս ձեզ։ Պետք է նայեմ Շողիկ ջան, չեմ նայել, կրկնում եմ, կգտնեն, թողանան, ինչի մի մտցրեք ինձ իրավապահների դաշտ։ Այսօր խորհրդարանական ընդդիմությունը հորդորել է քաղաքական մեծամասնությանը Հովաննավանքի կիրակնօրյա պատարագին, որն ինչպես գիտեք Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ ինքն է մատուցելու, չտանել քաղաքացիներին եւ չվտանգել եկեղեցու հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Ժողովրդին չմոլորեցնել, այս կիրակի չտանել Հովաննավանք պատարակ անունով քաղաքական կեղտոտ ծեսի։ Խորհրդարանի ամբիոնից ԿՊԱ-ականներին հորդորում է ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարող եք գնալ որտեղ ուզում է, ինչ ուզում է անի, արարողություն է ուզում անի, բայց երբեք եկեղեցական արարողություն չի։ Խնդրանքս ու կոչս մեր հայրենակիցներին, հավատավոր հայրենակիցներից որևէ մեկին չմոլորեցնեք, տանեք մեղ գործելու իբր պայմանական պատարակի մասնակից։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը համոզված է, իշխանական պատգամավորներից շատերի համար անընդունելի է այն, ինչ անում է երկրի ղեկավարը եկեղեցու հետ, սակայն վախենում են հակառակվել։ Մի տարի առաջ կտրիչ բառ ոչ մեկի վերանից պլասկագուտիով դժվար էր անել ու հասկանալի էր, որտեղ ամեն մեկը առաքինի որպես հավատացյալ չէր կարող իրեն թույլ տալ։ Նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կասկած չունի, որ 4-րդ հանրապետություն Սևեռուն գաղափարը կյանքի կոչելու համար է։ Հենց հիմա Փաշինյանը արշավ սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Աղազարյանը, որ Քրիստոսի գոյությանը սկսել էր հավատալ վարչապետ Փաշինյանի հետ ծանոթությունից հետո, հիմա դիտավորություն է նկատում նրա ամեն քայլում։
Այն անառավ հարաբերությունները, որ վարչապետը նշում է այդ, չգիտեմ, այդ սեռական պահերով եւ այլ պահերով եւ այլ, բոլոր տեղերում էլ կա։ Եվ նաեւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Ինչի է այսօր այդ հարցը բարձրացնում։ Այդ հարցը բարձրացնում է 4-րդ հանրապետություն սևեռուն գաղափարը ստեղծելու համար։ Հայաստան խմբակցության падգամավորներն ուզում են, որ մարդիկ ամեն օր ավելի զարհուրելի իրադարձությունների արանքում չմոռանան, երբ իշխանությունը սկսեց քարեր նետել եկեղեցու վրա։ Ադրբեջանական պատվեր է իջեցվել հայկական ամենակարևոր ինքնությունը պահպանող ինստիտուտը վերացնելու համար, համոզված է խորհրդարանական ընդդիմությունը։ Սելֆիներ էին անում կաթողիկոսի հետ, տարբեր եկեղեցական արարողություններին էին մասնակցում։ 1 տարի առաջ եկեղեցու բացման ուղղման արարողությանն էին մասնակցում ու իրանք խնդիր չունեին։ Մարդիկ խնդիր չունեին կաթողիկոսի հետ։ Այդ այն բոլոր բամբասանքները, որ տարածված էին մեր հասարակության մեջ, իրենք չէին լսել 18 թվականին, չէին լսել 19 թվականին, 20-ին, 21-ին կներեք Փաշինյանական ձևով ասցի, 22-ին, 23-ին, 24-ին չէին լսել, երբ 24-ին այստեղ բազմաթիվ ներկայացուցիչներ գտնվում էին մայրաթոռում, չէին լսել այդ բամբասանքները։ Թե այդ ամեն ինչը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին։ Հիմա առավել քան երբևէ պետք է զգոն լինելու, թույլ չտալ, որ Հովանավանքում բեմադրվեն այն տեսարաններն, ինչին ականատես եղանք երեկ։ Հայրենակիցներին ասում է Գրիգորյանը, իշխանությանն էլ հորդորում է սովորական մարդկանց ձեռքերով նոր մեղքեր չգործել։ 1700-ամյա եկեղեցին մնալու է, դուք գնալու եք։ Գայանե Մովսիսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Եկեղեցու շուրջ կատարվողի մասին լսենք նաև Հովաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Քահանայի դիտարկումները։ Կաթողիկոսը ամուսնացած երեխեք ունի։ Մեկն էլ ինքն է կաթողիկոսի զավակներից, անառակ զավակներից մեկն էլ ինքն է։ Եվ բոլոր նրանց, ովքեր որ այսպիսի բան կասեն, այս նույն պատասխանն իրենց։ Մեկն էլ իրենք են, ով որ այսպիսի բան կասեն կաթողիկոսին։ Ստեփան Ասատրյանն ինքն է իր անընդունելի վարքագծով ու խոսքով իրեն դուրս դնում հայ առաքելական եկեղեցուց, նկատում է Տեր Մանուկը։ Քամի եք անցնի, փոթորիկ եք անցնի։ Դրա հետ այդպեսի փոթորիկներ են եկել էս եկեղեցու մեջ անցել։ Տեր Հայրն ասում է, չի զարմանա, եթե մի օր վեհարանի վրա հարձակվողների առաջին շարքերում տեսնի իր նախկին հոգևոր եղբայր Ստեփանին։ Ըստ նրա, եթե բանտարկեն վեհապարին, բանտը կդառնա վեհարան։ Թող հարձակվեն, թող տանեն կաթողիկոսին։ Կաթողիկոսին կտանեն, ենթադրենք բանտ, բանտը կլինի վեհարան։ Ավելի լավ կորտնվեն բանտի ժողովուրդը։ Ուր էլ տանեն, վեհապարը մնալու է վեհապար, ուր էլ տանեն, այդ տեղը դառնալու է վեհարան։ Թող գրոհեն։ Կաթողիկոսն իր գահին չէր լինի մինչև հիմա, եթե չուզեր Աստված, ասում է քահանան։ Իսկ ով է այն քահանան, որին ինչպես Փաշինյանն էր ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, ձեռք է գցել մի հոգևորական։ Մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռներակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Թող այդ լռությունը խախտեն իրավապահները, պահանջում է Տեր Մանուկը։ Թող մեր բոլոր ուժային կառույցները արձանագրեն այս խոսքերը եւ ընթացք տան եւ եթե այդպիսի բան կա, թող պարզեն, բայց եթե չկա, ստախոսներին եւ զրպարտողներին, որ իրենք են եւ առանց ամանչելու նույնիսկ բարձր ամբիոններից խոսում են, թող իրենց էլ պատասխանատվության ենթարկեն։ Բայց ինչ է իրավապահների սահմանած պատիժը, երբ կա երկնային դատավորինը։ Նախկին քահանա Տեր Արամին Տեր Մանուկը զգուշացնում է, եթե անգամ մի օր դարձի գա ապաշխարի, պետք է հիշի։ Սուրբ Հոգու դեմ հայոյությունները չեն ներվում։ Շատ ուշադիր պիտի լինեն։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Քննչական կոմիտեն չի մեկնաբանում Նաթան Սրբազանի երկրորդ հարցաքննության մասին լուրը։ Ինչպես հայտնել էինք չորեքշաբթի, աղմկահարույց ձայնագրության գործով հարցաքննվել է Մայրաթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos-ը։ Քննչական կոմիտեի խոսնակն այդ օրն ասել էր, որ որևէ մեկի դեմ քրեական հետապնդում դեռ չի հարուցվել։ Ինչպես հիշում եք, անցած շաբաթ իշխանամերձ կայքերը տարածել էին Տեր Նաթան arczepiskopos-ի եւ վեհապարի նախկին գավազանակիր Խաղան Աբեղայի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ կարգալույց եղած Աբեղան հայտարարում է, թե կաթողիկոս Միրեն հրահանգել է ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության ցույցերին։
Նույն օրը քննչական կոմիտեն նախաձեռնել էր վարույթ, որով ըստ իրավապաշտպանների կարող է ձերբակալվել կաթողիկոսը։ Եկեղեցու եւ հոգեվորականների շահերի պաշտպան Արա Զորաբյանը ակնհայտ ապօրինություն է համարում Նաթան Սրբազանի ու Կարգալույց Աբեղայի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Այդ փաստն անտեսվել է մինչդեռ այդ խոսակցության հիման վրա քրեական գործ է հարուցվել Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի նկատմամբ։ Եկեղեցու եւ հոգեվորականների շահերի պաշտպանության նկատառումներով փաստաբանն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու համար։ Հիմա դա հրապարակել են եւ հիմա փորձում են մարդկանց վկա կանչելով լեգիտիմացնել այդ ձայնագրությունը եւ որևէ մեկը նույն դատախազությունը այդպես օպերատիվ ուրեմն քրեական գործ չի հարուցում հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու մասով, որը նույնպես հանցագործություն է։ Իրենց դա հետաքրքիր չի։ Եվ սա ցավալի փաստ է եւ բնականաբար սա բերել է շատ վատ հետևանքների։ Հիմա նույնն էլ մենք տեսնում ենք, որ այս բան եկեղեցու ներքին գործերին են միջամտում եւ սա նույնպես անում են իրավական այս տերորի ճանապարհով։ Այլ թեմաների անցնենք, խորհրդարանական ընդդիմության կարծիքով քաղաքական մեծամասնությունը որոշել է վերանայել ու պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը, որովհետև ժողովուրդը մերժել է նրանց։ Կառավարությունը հույս ուներ, որ մինչև նոյեմբերի 1-ը 750,000 գրանցված աշխատող հայտարարագրում կանի, բայց վիճակագրական թվերը մտահոգել է կառավարությանը։ Ընդամենը 130,000 մարդ է լրացրել հայտարարագրերը, որոնց մեծ մասը պետական ապարատից են։ Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում Հայաստան խմբակցության պատգամավորներն առաջարկել են, որ հայտարարագրումից ազատվեն թոշակառուները։ Ընդդիմությունը շարունակում է նաև պնդել, որ հայտարարագրմամբ իշխանությունը նպատակ ունի հարկել խոպանչիների Հայաստան ուղարկվող գումարները։ Խորհրդարանն այսօր առաջին ընթերցման ընդունել է հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ Ասում եմ 310,000 դրամին համարժեք գումար է փոխանցում ռուսական ռուբլի իր քրոջը, իր օրքուրի, որոնք ընտանիքի անդամներ չեն կամ տատուն պապուն։ Դրանք հայտարարագրման ենթակա գումարներ են, թե ոչ։ Ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև ձեր նշած հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, այդ տիպի փոխանցումները պետական եկամուտների կոմիտեի առաջարկությամբ կառավարության որոշումով սահմանաչափ է դրված, բայց ուզում եմ հիշեցնել, որ հիմնական շահարկումը գնում է այդ եկամուտների հարկելու վերաբերյալ։ Տեսակ, որ ի վերջո մերժվեց այս ձեր համակարգը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, բայց վատը որ մի շարք քաղաքացիներ այդ բարդ անիմաստ ընթացակարգով են լրացրել այդ հայտարարագիրը։ Ավտոբուսի ու Մերսեդեսի բախման պատճառով 11 վիրավոր կա Տավուշում, նրանց հոսպիտալացրել են, դժվարներից 10-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը ծանր։ Նրանցից 6-ին տեղափոխել են Երևան, վթարն եղել է առավոտյան 8:30-ի սահմանում Իջևան-Բերդ ավտոճանապարհին Տավուշ բնակավայրում։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել անտառում։ Վենեսուելան կարծես հայտնվում է Միացյալ Նահանգների թիրախում։ Ըստ վերլուծաբանների Վաշինգտոնը տեղեկատվական հիմք է ստեղծում Վենեսուելայի դեմ գործողությունների համար։ Ամերիկյան կողմը պնդում է, թե թմրանյութ տեղափոխող մի վենեսուելական նավակ է խոցել երկրի զինուժը։ Թրամփն էլ հայտարարել է, որ Վենեսուելայից նարկոտրանսֆերները 300,000 ամերիկացու անվան պատճառ են դառնում։ Ներում բեկում չի լինելու, այսպես է վերնագրել Պենտագոնի ղեկավարը այս տեսանյութը։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հրապարակած կադրում երևում է, ինչպես է ամերիկյան բանակի թիրախային հարվածից պայթում նավակը։ Ըստ ամերիկյան կողմի այն վենեսուելական է, նախատեսված թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, փորձել է մոտենալ Միացյալ Նահանգների ափերին։ Նավակում 2 մարդ է եղել, 2-ն էլ մահացել են, նարկոահաբեկիչներ են անվանում նրանց ամերիկացիները։ Միջազգային օրակարգի թոփ թեման է, վերլուծաբանները բաժանվել են 2 բանակի։ Մի մասը պնդում է, թե Վենեսուելան իրոք թմրանյութեր է մտցնում Միացյալ Նահանգներ, իսկ Թրամփի կաբինետը արդար պայքար է մղում դրա դեմ։ Մյուս մասը վստահ է, որ նարկոահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ Թրամփը փորձում է գրավել Վենեսուելան։ Էքսիոսի տեղեկություններով Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է հեռացնել Մադուրոյին իշխանությունից։ Անգամ $50 միլիոն է պատրաստ տալ նրան ձերբակալողին։ Սպիտակ տան ղեկավարը արդեն հաստատել է, կենտրոնական հետախուզական ծառայությանը հրահանգել է Վենեսուելայից եկող նարկոահաբեկիչների դեմ պայքարել ոչ միայն ծովում, այլև ցամաքում։
Ցամաքն է լինելու հաջորդը։ Նրանք թմրանյութերով տարեկան 300,000 մարդ են սպանում։ Կարծում եմ դա իրական թիվն է։ Տարեկան 300,000 մարդ։ Չի հաստատել Թրամփը սկանդալային տեղեկությունը, թե հրամայել է B1 ռմբակոծիչներ մոտեցնել Վենեսուելայի սահմանին։ Ոչ, դա ճշգրիտ չէ։ Կեղծիք է, բայց մենք Վենեսուելայից իհարկե դժգոհ ենք։ Պատճառներից մեկը թմրանյութերն են։ Մինչ Վաշինգտոնը դատապարտում է Կարակասին թմրանյութերի մաքսանենգության ենթադրյալ դեպքերի համար եւ կրակ է բացում վենեսուելական նավակների վրա, Կարակասն էլ Թրամփի վարչակազմին իմպերիալիզմի եւ իր ռեսուրսները զավթելու փորձերի համար է մեղադրում։ Մադուրոն չի աղոթում, մատ է թափ տալիս։ Կեսգիշերին ես զանգահարեցի նրանց, ում պետք է զանգահարեի, եւ հրաման տվեցի անհապաղ ակտիվացնել բոլոր ուժերը, բոլոր ռազմական խմբերը Վենեսուելայի սահմանի ամբողջ երկայնքով ու պատրաստվել պաշտպանության։ Ոչ ոք չի խառնվելու Վենեսուելայի գործերին, հայտարարել է Մադուրոն ու սպառնացել։ Կարակասը 5000 ռուսական Իգլա S հրթիռ ունի, ի վիճակի է պաշտպանվել։ Շնորհակալություն նախագահ Պուտինին, շնորհակալություն Ռուսաստանին, շնորհակալություն Չինաստանին եւ շնորհակալություն մեր բոլոր ընկերներին։ Վենեսուելան ունի իր խաղաղությունը երաշխավորելու բոլոր հնարավորությունները։ Թրամփը իսկապես պատրաստվում է ցամաքային գործողություն անել Վենեսուելայում։ Վերլուծաբանների հաշվարկով այս պահին սահմանին մոտեցրած ուժերը բավարար չեն Վենեսուելան օկուպացնելու համար։ Տարածքով այն 5 անգամ մեծ է Իրաքից։ Հավանական է, որ Թրամփը փորձի հեղաշրջման հասնել, իշխանության բերել իր աջակցությունը վայելող ուժերի։ Այդ սցենարը մի անգամ աշխատել է Գվատեմալայում, Չիլիում, բայց այ Վենեսուելայում արդեն մի անգամ ձախողվել է։ Լարա Արաքելյան, Հայլուր։ Եվ մեր վերջին լուրը Քիմ Քարդաշյանին ախտորոշել են ուղեղի անևրիզմա։ Այս մասին հայտնել է TMZ-ը։ Նրա ուղեղի ուրած արյունատար անոթ հայտնաբերվել է MRT հետազոտության ժամանակ։ Ըստ ամերիկահայ աստղի, առողջական այս խնդրի պատճառը ստրեսն է, որը Քանյե Ուեսթից իր ամուսնալուծության հետևանքն է։ Քիմն ասել է, թե իր պսորիազը ևս գլուխ է բարձրացել։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։